Ռուսաստանի նախագահը երևի նկատել եք, որ շատ համբերատար է եւ միշտ փորձում է ավելի մեղմ, հնարավորինս մեղմ ձևակերպումներ տալ։ Բայց նաեւ ամբողջ sense պատմությունը եւ իր գործունեությունը թույլ է տալիս, որ գնահատել հետեւյալ կերպ, որ գալիս է մի պահ, որ վերջը այդ համբերության բաժակը լցվում է եւ ինքը անձամբ եւ երկիրը պատրաստ է լինում շատ կտրուկ քայլերի։ Նայեք Ուկրաինայի հետ ինչ եղավ։ Մինչ այդ համբերատար փորձում էին։ Ես ներկայ եմ եղել, նաեւ իմ ժամանակ սկսել էր այդ Ուկրաինայի դեպի արևմուտքը, դեպի ՆԱՏՕ այդ շարժը, քաղաքական շարժը։ Եվ տեսնում էի, թե ինչ համբերատարությամբ փորձում էին դա ինչ որտեղ բան անել, զսպել։ Դա Յուշենկոյի ժամանակ էր։ Վերջը նույն մոդելն է այստեղ։ Այս շատ հանգիստ, շատ համբերատար կեցվածքը ընկալվում է որպես, ես չգիտեմ, սխալ են ընկալում որպես համաձայնություն կամ որպես մի կեցվածք, որը կարելի է 2-3 զանգով կամ 200 զանգով փոխել։ Սխալվում է։ Եվ երկրորդ հարցը հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված, եթե թույլ կտաք, Փաշինյանը եւ իր թիմը հիմնական ընդդիմադիր տեխնացուներին մեղադրում է Հայաստանում Ռուսաստանի շահերը ներկայացնելու մեջ։ Ասում են, որ ընդդիմությունը Կրեմլից հրահանգներ է ստանում, ոմանց մեղադրում են անգամ FSB-ի գործակալներ լինելու մեջ։ Այսքանից հետո, պարոն նախագահ, այս պայքարը ներքաղաքական է, թե աշխարհաքաղաքական։ Պետք է առաջինը տեսնենք, թե առաջի ազդակները եւ առաջի այդ քայլերը ով էր անում։ Հիմա ընդդիմությունն էլ կարող է ասել, որ դու հրահանգները ստանում ես Բրյուսելից կամ Վաշինգտոնից կամ որևէ մեկ այլ կենտրոնից։ Սա եւս երկիրը ներսից բաժանելու տարբերակ է։ Առաջին չէր ասում, սև ու սպիտակ, հարուստ աղքատ, հին նոր, նախկին, ոչ նախկին, հիմա արևմուտք եւ Ռուսաստան։ Ես կարծում եմ, սա մարդու էությունից է գալիս։ Ինքը անպայման պետք է բաժանի, անպայման պետք է ներսում ատելություն ստեղծի ինչ որ տարբեր մոտեցումների մեջ եւ փորձի այդ լարվածության մեջ ինչ որ իր տեղը գտնի, իր օրակարգ տանի։ Կարծում եմ սա է։ Նայեք, հիմա ասում են ինչ են ասում, որ մարդկանց մեղադրում են, որ ռուսական շահերն են առաջ մահ։ Հիմա ես կառաջարկեի մի հատ նայել ՀԱՏՄ-ի մասնակցությունը Հայաստանին դրական բան տվել է, թե չտվել։ Կրկնեմ այդ միտքը, հանդիպումների ժամանակ ասում եմ, Հայաստանի բնակչության 80%-ը զգալիորեն կախված են Ռուսաստանի հետ հարաբերություններից, այս կամ այն աստիճանի։ Սա Հայաստանի շահերի մասին է խոսում, թե ում շահերի մասին։ Եթե Հայաստանի շահերը այս հարցում համընկնում են Ռուսաստանի շահերի հետ, եւ դու հետապնդում ես հենց Հայաստանի շահերը, դու դառնում ես հենց ռուսական գործակալ, դա ապուշություն է, ոչ ապուշություն է։ Ճիշտ հակառակ գնահատականը ես կարող եմ տալ հետեւյալի մասին։ Երբ որ դու վարում ես քաղաքականություն, որը 180 աստիճան հակառակ կողմի վրա է քո տնտեսական շահերի։ Սրան ու ինչ դնենք։ Միգուցե սա է գործակալության, այսպես գործակալի ֆունկցիա, երբ դու անում ես ոչ թե քայլեր, որոնք քո երկրի շահերից է բխում, քո ժողովրդի շահերից է բխում, այլ դու անում ես քայլեր, որոնք բխում են այլ երկրների աշխարհաքաղաքական շահերից։ Օրինակ, ցավացնել Ռուսաստանին։ Ռուսաստանին ընդհանրապես հանել այս տարածաշրջանից։ Հիմա եթե Ռուսաստանը այստեղից գնալով Հայաստանը շահում է, բացատրեք ինչով է շահում։ Ես պատրաստ եմ դա լսել։ Եթե ՀԱՏՄ-ից դուրս գալ դեպի Եվրոմիություն մեզ կհարստացնի, նստենք քննարկենք։ Մի հատ ցույց տվեք, թե ինչպես պետք է Հայաստանը հարստանա։
Հայաստանի բնակչության բարեկեցությունը դրանից ինչպես է լավանալու։ Նստենք խոսանք, առարկայական խոսանք, այլ ոչ թե յառլիկներ կախելով ինչ որ մարդկանց վրա։ Առարկայական խոսակցություն չկա։ Երբ սկսում են պիտակներով խոսալ, սա նշանակում է, որ դու բան չունես, փաստարկներ չունես եւ դու անցել ես, դու անում ես այն, ինչ քո մոտ լավ է ստացվում։